Արդեն օրգանիզմը ցերեկը ստացել էր ինչ-որ պետքա։ Լրացուցիչ մի հատ խնձոր ուտելը թվում է յուրաքանչյուր անհատի, ոչ միայն շաքարախտ ունեցողին, այլ նաև առողջի շատ միամիտ եւ շատ པարզ բան է, որը կարելի է։ Ոչ քնելուց առաջ ոչ մի միրգ ուտել չի թույլատրվում, որովհետև արդեն ցերեկվա կերած միրգը գիշերը պետք է ձեր լյարդը սարքի գլուկոզա նրանից։ Շատ կարևոր դիտարկում։ Այսինքն, եթե շաքարախտ ունեցողը փորձի մի օր նույն սնունդը ուտի ժամը 7-ին վերջացնի, առավոտյան չափի գլուկոզան եւ մի հատ գիշերը ժամը 10-ին խնձոր ուտի, ընդհանրեն նույն սնունդը ընդունելով 7-ին վերջացնելով, ժամը 10-ին մի հատ խնձոր ուտի, կզարմանա թե առավոտյան ինչքան բարձր է շաքարը։ Կասին, միթե մի հատ խնձորը կարող էր այդ քանակի հասցնել, այո, կարող էր։ Այսինքն նույնիսկ եթե մրգային շաքար է պարունակում, դա չպետք է չարաշահվի, եւ դա ցանկալի է ուտել կամ ուտելուց մի կես ժամ առաջ միրգը, բայց ընդհանրապես ցանկալի է ուղղակի մի առանձին ժամ, միջանկյալ ժամ, ցերեկվա մեջ դարձնել մրգային ժամ եւ այն միրգը, որ դու ուզում ես ուտես, մի հատ տանձ, մի հատ խնձոր, մի հատ նարինջ կամ մանդարին, ցիտրուսային բույս, խնդրեմ կարող ես։ Բանանը իհարկե չի կարելի, փաստորեն խաղողը, բանանը, թուզը, թութը եւ խուրման, այս ինքը կարելի է հիշել, նրանք պարունակում են մաքուր գլուկոզա, բայց մնացած մրգերը ես ձեզ թույլ եմ տալիս, այսինքն դուք ինձանից գոհ պետք է հեռանաք, չհիասթափվեք եւ պատրաստ լինեք հաջորդ այցին։